Բարդ է գնահատել եւ վերջնական գնահատական տալ։ Կոչերը, որոնք հնչել են, հայտարարությունները, որոնք այս պահին արդեն հնչել են։ Անսպասելի ոչինչ չկա։ Սա հետևանք է, ըստ տղաների արածը հետևանք է Հայաստանի իրավիճակի։ Երբ որ կացան երասպես եւ կափարիչը 20,000-ից ոստիկանության փակումից, այդտեղ անպայման դուրս է տալիս գոլորշին, ես համարում եմ սա այդ պահն է։ Անկախ հանգուցալուծումից ինչ ձևի կհանգուցալուծվի, եթե Հայաստանում իրավիճակը չփոխվի, քաղբանտարկյալները ազատ չարձակվեն, այդ լուծումը լուծում չի լինի։ Շատ կարճ ժամանակ հետո մի ուրիշ տեղից մի ուրիշ ձև պայթյուն կլինի։ Այդ պատճառով ես կարծում եմ, որ գոնե այսքանը որ հասկանան, ներքին կարգի իշխանավորները վերևին ինչ են ասում, իրենք հարց կդնեն, որ այսպես չի կարելի եւ իրենք լուծումների պահանջ նաեւ կներկայացնեն, որտեղ ոչ մեկը իր կյանքի համար չի կարող հիմա ապահով լինել։ Սերժ Սարգսյանը ասաց Հայաստանը ապահով է, ապահով Հայաստան։ Հիմա այս ոստիկանները համառորեն մեզ ասում են Հայաստանը ապահով չի։ Ամեն մետրը մեկ գալիս են մեզ հետ են եղում, ասում են այստեղ ապահով չի, այստեղ ապահով չի։ Սերժ Սարգսյանն ասում է Հայաստանը ապահով չի, գնացեք ձեզով է պահել, ու հայերը գնում են։ Այս գլոբալ խոսակցություններ, բայց սա այդ ամեն ինչի հետևանք է, որը ես չեմ կարող գնահատել ինչ հետևանքներ կունենա։ Պարոն Բաղդասարյանի նկատի ունեմ քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը լուծում կստանա, պահանջում են նաև Սերժ Սարգսյանի հրաժարականը նախ եւ առաջ եւ ժամանակավոր կառավարության ձևավորումը։ Դե տղաները շատ ճիշտ են անում, որ այդպես պահանջներ են դնում, որտեղ նորմալ մարդիկ, ասեք, ես դա համատուն Ղարաբաղյան բանակցությունների հետ։ Պետք է շատը պահանջես, որ գոնե քիչ է ստանաս եւ դեմքը պահելով հեռանաս։ Ես կարծում եմ, եթե քաղբանտարկյալներին ազատ արձակել, հետո նստեն մարդավայր երկխոսության, լուծում կգտնեն, որ Սերժ Սարգսյանն շատ չի մնացել, Գարնանն է մնացել, ժողովրդով այդ հարցը կարելի է լուծել, բայց դա պետք է անել ժողովրդով, խմբով արածը վտանգավոր նախադեպեր է ստեղծում։ Բայց ես կարծում եմ տղաների արածը շատ կարևոր բան է, քաղբանտարկյալների ազատ արձակումը եւ հատկապես իշխանություններին ցույց տալ, որ ձեր համար անսպասելի տեղից միշտ մի օր մի բան դուրս կգա, ձեր համար անսպասելի մարդ է։ Այսքան իշխանությունը պիտի այսուհետ ավելի զգոն լինի Իշխանությունը ես բաժանում եմ երկու մասի։ Սերժ Սարգսյանի մոտիկ շրջանում մնացածը, որոնք դե ժողովրդի մասնիկներ են։ 100 հոգի հանի, մնացածը բոլորն նույն լեզվով են խոսում։ Ու դա ադրբեջաներեն չի, դա ռուսերենը չի, դա հայերեն։ Այդ վերևի 100 հոգին են, որ ռուսերեն կամ ադրբեջաներեն խոսում։